Մինչև 2027 թվականի հուլիսի 26-ը Յուպիտերը արդեն իսկ անցնելու է առյուծի կենդանակերպ, հենց անցավ, խոսք եմ տալիս, որ մոտավոր 1 ամիս առաջ ես կանխատեսումներ կկատարեմ բոլոր կենդանակերպերի համար։ Երկու լավագույն դիրքերը Յուպիտերի համար խեցգետնում եւ առյուծում, երկու դեպքում էլ կարևոր է, մի դեպքում սերնդի շարունակման համար, մյուս դեպքում երեխա ունենալու համար։ Դե սիրելիներս, ներկայացնեմ ըստ կենդանակերպերի։ Ես միշտ ներկայացնում եմ զույգերով, որպեսզի ավելի հեշտ լինի, իմ միտքը ավելի արագ եմ կարողանում ձևակերպել։ Սիրելի խեցգետիններ, ձեր առաջին տունն է լինելու, սիրելի այծեղջյուրներ, ձեր 7-րդ տանը, մինչև հունիսի 30։ Ինչ է տալիս, սիրելի խեցգետներ, ձեր իսկ նախաձեռնությամբ դուք պետք է կարգավորեք ձեր կյանքը, ստեղծեք ընտանիք, ընտանեկան բարեկեցություն։ Խեցգետինը միևնույն է, հայրենիք, ընտանիք, օջախ։ Հնարավոր է, որ հենց ձեր իսկ նախաձեռնությամբ փոխվի ձեր կյանքը, գնեք նոր բնակարան, նոր հողատարածք, պտղատու այգիներ։ Միշտ ասում եմ, որտեղ այն ամենը, ինչը դուք անեք հիմա, դրա արդյունքները դուք տեսնելու եք 4, 8, 12 տարի հետո։ Սիրելի խեցգետիններ, ձեր արտաքին տեսքը կփոխվի, ինչ է բարեկեցության մոլորակը ձեզ կգիրացնի, բոլոր առումներով կարող եք սպասել երեխայի, որին վաղուց չէիք ունենում, կարող է համալրում լինի ձեր տանը։ Եթե դուք ծնողներ եք, ձեր սպալիկներ կծնվեն, նրանք ովքեր գտնվում են արդեն 36, 48, 60 տարեքային այդ շրջափուլերում, խեցգետիների եւ ձկների մոտ հնարավոր են ծնվեն թոռնիկներ, եթե ոչ երեխաներ։ Սիրելի այծեղջյուրներ, ձեր 7-րդ տանն է, հնարավոր է տնավարի կարգի մեկին հանդիպեք, որը կարող է լավ ընտանիքից սերված լինել։ Բարեհաջող ամուսնություն, գիտեմ այծեղջյուրներ ձգտում են կարիերայի, այստեղ հակառակ առանցքում խեցգետինը ընտանիքը տուժում է։ Պետք է կարողանաք կարգավորել ձեր անձնական կյանքը։ Հեղինակավոր մարդիկ կգան ձեր կյանք, կարող են լինել ազգակիցներ, բարեկամներ, որոնք կօգնեն ձեզ կարգավորեք ձեր անձնական։ Ի վերջո, սիրելի այծեղջյուրներ, հնարավոր է ամուսնանաք, բայց մի թողեք այդ հնարավորությունը, մանավանդ եթե դուք գտնվում եք 24, 36, նույնիսկ 48 այդ տարիքային շրջափուլերում, կամ 30 եւ 45 տարեկանում, դրանք էլ Սատուրնի դիրքով են։ Իսկ ինչու է կարևոր, որովհետեւ Սատուրնը հանդիսանում է այծեղջյուրի ղեկավարը։ Անցնենք առաջ, իսկ մեր առյուծ եւ ջրհոս կենդանակերպերի մոտ, առյուծների մոտ 12-րդ տունն է, ջրհոսների մոտ 6-րդ տունը։ Տեսեք, 6 եւ 12 տները դրանք հանգստի մեկուսացման այդ դաշտերն են, բայց 12-րդ տունը դա հարկադիր մեկուսացում է։ Սիրելի առյուծներ, հնարավոր է այնպիսի մի աշխատանք գտնեք, որի արդյունքում դուք կարող եք աշխատել տանը, կամ եթե առողջական վիճակը վատթարանա, դուք ստիպված պետք է մեկուսանաք տանը, վերականգնեք ձեր առողջական